Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Երգիչ և դերասան Գոռ Եփրեմյանն իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում կիսվել է արխիվային կադրերով, որում օրեր առաջ կյանքից անժամանակ հեռացած արտիստ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Նրանք ընկերներ էին ու տարիների պատմություն ունեցող ընկերությունը մեծ հետք է թողել նաև Գոռի կյանքում, և այս կորուստը շատ մեծ ցավ է նրա համար։ Կիսվելով արխիվային տեսանյութով Գոռ Հակոբյանը գրել է «Հանգչիր խաղաղությամբ», իսկ մենք ներկայացնում ենք այդ կադրերը առանց մեկնաբանության։ Խորովածը շատ լավ բան է, վաղ տույ։ Դերասան և հումորիստ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահը հանրության համար շոկային էր, ինչպես նաև նրա ընկերների համար։ Դերասանը կյանքի իր ամենածանր օրերին Հայաստանում էր ու ոչ միայնակ։ Նրա կողքին էին այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել էին նրա կյանքի ստեղծագործական և ընկերության անբաժան մասը։ Մտերիմ ընկերներն ու արվեստագետները, գործընկերները՝ Դավիթ Թովմասյանը, Գոռ Կիրակոսյանը, Արտակ Հովսեփյանը, Արամեն Պետրին, Ռաֆայել Երանոսյանը, ինչպես նաև Վիտամեն ակումբի անդամները։ Վերջին օրերին նրա կողքին մշտապես եղել են նաև կինը և եղբայրը, չհեռանալով նրա կողքից նույնիսկ ամենածանր պահերին։ Նրա մայրը կարողացել է հասնել Հայաստան կյանքի վերջին շաբաթում, այդ օրերը անցկացնելով որդու հետ, լցված սիրով, ներկայությամբ ու հուզիչ հրաժեշտով։ Եվ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերներին մնում է գրառումներ կատարել ու մեծ ցավ արտահայտել նրա կորստի մասին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը իր սոցիալական էջերում հրապարակել է 3 անժամանակ կյանքից հեռացած հումորիստ և արտիստ Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարն ու գրել հետևյալը. «Լույսերի մեջ մնաս, Լևոն ջան»։ Իսկ մենք հավելենք, որ հայ հայտնիներից շատերն անդրադարձել էին թեմային ու իրենց ցավակցական խոսքը ուղղել Լևոնի ընտանիքի անդամներին։ Դերասանուհի Աննա Մանուչարյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան հանգամանքին և գրել հետևյալը. «Հանգչիր խաղաղությամբ, բարի հսկա, լուսավոր մարդ, լույսերի մեջ մնաս, գժվել կարելի է, Լյով ջան, սիրտս կպայթի, Աստված իմ, վաղ Լյով ջան, այսքան պարզ, այսքան իսկական, այսքան ընկեր, բաբախող մեծ սիրտ ես եղել բոլորիս համար, տեղս չեմ գտնում», գրել էր Աննա Մանուչարյանը։ Star News-ը մեծ ցավով արդեն տեղեկացրել է հումորիստ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահվան մասին։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն էր, որը տարածվել էր նաև լյարդի վրա։ Վերջին ժամերի ընթացքում համացանցում կայծակնային արագությամբ տարածվեցին Լևոնի մասնակցությամբ տարբեր հրապարակումներ, ու մեկ բան հստակ է՝ նրա մարդ տեսակը հիշվելու է դեռ շատ երկար տարիներ։
Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1981 թվականին Երևանում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հայաստանից, սկզբում Ռուսաստան, ապա Կանադա, իսկ 14 տարեկանում վերջնականապես հաստատվել են Միացյալ Նահանգներում։ Լևոնն իր կյանքը կառուցել է Գլենդելում, որտեղ էլ ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը։ Սակայն բեմից դուրս նա առավել մեծ նվիրվածությամբ մարդ էր, սիրող ամուսին, հոգատար որդի, ընկեր, եղբայր և հայր։ Նա իր հետևում թողել է կնոջն ու 2 անչափահաս որդիներին, ովքեր 14 և 7 տարեկան են, որոնք եղել են նրա կյանքի կենտրոնը և պայքարի գլխավոր ուժը նույնիսկ ամենադժվար օրերին։ Դրա ընկերներն արդեն ցավակցական գրառումներ են կատարել սոցիալական հարթակներում, կիսվելով հումորիստի մասին ջերմ հիշողություններով։ Ըստ համացանցում տարածված լուրերի, Լևոնի մահվան պատճառ դարձել է քաղցկեղը։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ։ Հաջորդող ամիսներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Հավելենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան մասին գոժը հայտնել էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր սոցիալական էջերում համատեղ լուսանկար հրապարակելով և գրելով հետևյալը. «Մի ընկեր էլ գնաց, Լևոն ջան», գրել է նա։ Իսկ Star News-ը իր ցավակցությունն է հղում ընտանիքի անդամներին, ինչպես նաև հարազատներին ու ընկերներին։ Հավելենք նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնի է մի շարք հեռուստանախագծերից։ Նա նկարահանվել է նաև «Ազնիվ գողեր» գեղարվեստական ֆիլմում։ Իսկ Star News-ը առանձնացրել է մի քանի լուսանկար, որոնք այս տարիների ընթացքում Լևոնը հրապարակել էր իր սոցիալական էջերում։ Առաջարկում ենք դիտել դրանք առանց մեկնաբանության։